Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ, որոնք մեր կարծիքով կհետաքրքրեն ձեզ եւ կլարացնեն ձեր ընտանեկան կերակրացանկը։ Ես շատ շնորհակալ եմ նախ, որ դուք դիտում եք մեր հաղորդումները եւ շատ շնորհակալ եմ, երբ որ արձագանքում եք եւ ձեր խորհուրդներով, ձեր առաջարկներով օգնում եք, որ հաղորդումը դառնա ել ավելի բովանդակալի։ Եվ այսպես բարեկամներ, այն շարքը, որ մենք սկսել ենք ողջունել եւ նշել Երկիր մեդիա հեռուստաընկերության 10-ամյակը շարունակվում է այդ շարքի շրջանակներում ես հյուր եմ հրավիրել մեզ մոտ մեր տաղավար Երկիր մեդիա հեռուստաընկերության կարելի ասել հիմնադիրներից այն առումով որ հենց առաջի օրվանից մասնակիցն է ամբողջ գործունեության մեր լավ բարեկամ Թամարա Հակոբյանին լրատվության բաժնից։ Ողջույն Թամարա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն դուք։ Լավ, Թամարա ջան, շատ ուրախ եմ, որ համաձայնվեցիր եւ ժամանակ գտար մեզ համար։ Շնորհակալ եմ նաեւ հրավերի համար։ Մեզ համար մեծ պատիվ է ասեմ։ Ես ուզում եմ նախ շնորհավորել քեզ։ Շնորհակալություն։ Մեդիայի 10-ամյակի։ Նաեւ պաստորեն ձեզ։ Այո, նաեւ ինձ, նաեւ մեր ընտանիքին, Երկիր մեդիա կոչվող ընտանիքին, բոլորիս։ Մի այդ մասին դուք խոսեցիք։ Ինչը փոխեց Երկիր մեդիան, ինչ որ տեղը լրացրեց, որ տեղը իր ներկայությամբ այսպես հաճելի դարձրեց եթերը մեր հեռուստաընկերների համար։ Քանի որ Արարատյան Խոհանոցի տաղավարում ենք, փաստորեն Արարատյան Խոհանոցն ինքն էլ լրացրեց ինչ-որ առումով հեռուստաեթերի բացը, ներկայացնել ազգային խոհանոցը, ազգային համեմունքները, ինչպես հին ժամանակներից եկած, այնպես էլ թեկուզ նոր, բայց էլի Հայաստանում հայկական մթերքներով ստեղծվող խոհանոցը։ Եվ կարծում եմ նույնը վերաբերեմ նաև բոլոր այլ հաղորդումներին, այն ինչ որ կապված է ազգայինի հետ, այն ինչ որ կապված է ժողովրդի հետ եւ փաստորեն արձագանքները դուք էլ եք տեսնում, զգում եք, գիտեք որքան կարեւոր է։ Շնորհակալություն։ Ինչ ենք պատրաստելու, Թամարա ջան։ Պատրաստելու ենք հավի կրծքամիս տապակած բանջարեղենով։ Ամառ է, շատ վիտամիններ ունենք արդեն եւ կարելի է օգտվել դրանից, մեզ մի քիչ ավելի։ Կխնդրեմ ձեզ բանջարեղենից սկսեք, ես կարող եմ սկսել հավի կրծքամսից, եթե թույլ կտաք։ Շատ լավ, եւ զրուցենք, եւ սկսենք, եւ աշխատենք։ Հավի կրծքամիսը աշխատում ենք կտրտել այնպես, որ չլինի շատ երկար։ Այս օրինակ կտորը այսպես որ տեսակ, այս չափի կտորը բաժանում ենք երկու մասի եւ երկարությամբ Ինչ պիտի անենք հիմա։ Հիմա թեթև պետք է թավան տաքացնել եւ մի փոքր բուսական յուղ լցնել։ Տապակը արդեն տաք է։ Իսկ տապակելու համար ջերմաշինը բարձր է հարկավոր։ Ոչ շատ բարձր։ Սունկը ինչ չափսի, ինչ ձև պիտի կտրատենք։ Սունկը ես սովորաբար բաժանում եմ 4 մասի։ Բայց սա մեծա 6 մասի բաժանում։ Կարելի է։ Մեծ, այսինքն այսպես։ Եվ տանը նույնպես այդպես ուշադիր, այդպես սևեռված ուտեստները սևառված է պատրաստել մեծ ուշադրությամբ։ Այո, որովհետև, չգիտեմ, սիրում եմ անել ինչ-որ բան հաճույքով, սիրով, որովհետև կարծում եմ, որ դեռ տատիկս էր ասում, որ եթե հոգի չդնես անգամ ամենապարզ պատրաստվող ձվածեղի մեջ, միևնույն է համեղ չի ստացվի։ Ես աբսենտ դնեմ, որ ես ինչպես հասկացա, պիտի առանձնացնենք։ Այո, պետք է առանձնացնենք, հիմա կարծում եմ։ Սովորաբար հավի միսը շատ թեթևակի կարմրացնում եմ, չեմ ամբողջությամբ թողնում, որ շատ կարմրի։ Թեթև տապակում ենք, երևապատում ենք, այն ինչ մենք ասում ենք արդեն 5 տարի, ես նորից պիտի հավաստեմ, որ նախնական զրույց չի եղել Թամարա, եթե ինչպես պիտի տապակենք, սննդային արժեքները պահպանելու համար բարեկամներ հարկավոր է արագ կեղևապատել, հետո նոր արդեն մնացյալ գործողությունների մեջ հասցնել պատրաստի վիճակ։
Միշտ հարցնում են ինձ, տղամարդն է լավ պատրաստում, թե կինը։ Կարծում եմ ամեն դեպքում տղամարդն։ Ես Ես իմ սեփական փորձով կարող եմ ասել, երբ ամուսինս մտնում է խոհանոց, ես գերադասում եմ ընդհանրապես այնտեղ չլինել, իսկ արդյունքը հավատացեք լինում է հրաշալի։ Լինելով ոչ Համարա պրոֆեսիոնալ իսկ դա կախված է լինում քաղցածության աստիճանից կամ մի ինչ որ բանի հետ կապվում է, թե հենց մտավ ամուսինը պատրաստում է ու լավ է պատրաստում։ Միշտ լավ է պատրաստում։ Եվ հետաքրքիրն է, որ երբեք իր պատրաստած որևէ ուտեստ նույն բանը, երկրորդ անգամ նույն ձևով չի լինում, որովհետև ինքը անընդհատ ստեղծագործում է, որևէ նոր համեմունք ավելացնել, որևէ նոր բանջարեղեն, հիմա փորձենք, հասկանանք եւ հրաշալի համային զգացողություն ունի։ Հաղորդումից հետո ես պիտի անպայման խնդրեմ, որ մենք ծանոթանանք ամուսնով, որտեվ ասում են ինչու այսպես, ինչու այս ամենը չէ՞ ապակելու։ Հա, սրա մեջ եք տապակելու։ Ինչու նույն համը։ Նույն համը չի կարող լինել ամեն անգամ, որովհետև ամեն անգամ պատրաստելիս դու պիտի ներդնես քո այդ պահի մտահղացումը։ Ուտեստները ֆիքսված մի երևույթ չեն, մի դոգմաներ չեն։ Ուտեստների մեջ պիտի դնես քո էներգիան, քո պատկերացումները, չէ՞։ Անշուշտ։ Ես չգիտեմ գազարը ճիշտ եմ կտրել թե ոչ։ Այո, ճիշտ եք կտրել։ Ես աշխատում եմ, որ եթե տարբեր բանջարեղեն եմ օգտագործում, որ կտրատման ձևը լինի տարբեր, մի փոքր աչքի տեսողական իմաստով տարբերություն գտնելու համար։ Այո, ես կխնդրեմ ինձ տակ գազարը։ Ձևն եք կարծում եմ, որ պետք է ստացվի համեղ եւ գեղեցիկ բացի համերից։ Ես վստահ եմ, հիմա արդեն բուրմունքից, ես արդեն պատկերացնում եմ նաեւ այդ համադրելի մթերքների մեկը մյուսին լրացնելու այդ հանգամանքը եւ վստահ եմ, որ ուտեստը ոչ միայն հաջողված է լինելու, այլ նաեւ շատ օգտակար։ Եվ կանաչեղենից խնդրեմ դուք ընտրեք ինչ։ Սամիտ։ Սամիտ, այո, սամիտ ընդհանրապես շատ եմ սիրում։ Սա քո սիրած կանաչին։ Ես առաջարկում եմ ավելացնել արդեն նաև կանաչին, որովհետև կարծում եմ ինձ մոտ պատրաստ է։ Հակառակ պարագայում այդ բանջարեղենը շատ Սամիտ։ Մնացածը կթողնենք արդեն ափսեի վրա լցնելու, ափսեի մեջ լցնելուց հետո։ Օ, գեղեցիկ ստացվեց, համաձայն եք։ Սիրուն եք, է։ Գույներով հարուստ, իսկական ամառ։ Այո։ Սա էլ երբ ցանկանաս։ Սա կարծում եմ հիմա արդեն կարելի է։ Նախապես մտածում էի, որ պետք է հավի հետ մի փոքր տապակել եւ կարծում եմ այդպես ավելի ճիշտ կլիներ, բայց անկեղծ ասած։ Չէ, հիմա էլ շատ լավ կծառայի իր նպատակին։ Իսկ մենք գիտենք, ընկույզը շատ ու շատ օգտակար է բարեկամներ, հատկապես ուղեղի համար։ Եվ կարծում եմ հիմա կարելի է արդեն տեղափոխել ափսեի մեջ։ Եվ ուտեստը պատրաստ է։ Ես այսպես պահեմ, դու կարող ես։ Ես ամբողջությամբ կդատարկեմ։ Սա վարպետության նշան է։ Շնորհակալություն, ինձ համար կարծում եմ արդեն դա մեծ պատիվ է ձեր նման խոսքերը լսելը։ Շատ մեծ վարպետությամբ պատրաստեցիր, ապրես դու։ Թամարա ջան, դու ունես ասելիք, ունես ցանկություն մեր հերոստատիտողին, մեր ընտանիքին։ Մեր ընտանիքին մաղթում եմ, հիմա արդեն 10 տարին արդեն լրացավ, առաջ տարիներով էինք հաշվում մեր գործունեությունը, հիմա մեր ընտանիքին մաղթում եմ, որ արդեն տասնյակ տարիներով սկսենք հաշվել եւ գնա միայն զարգացում, լինեն նորանոր հաջողություններ եւ ամենակարևորը կարողանանք քայլեր մեր հեռուստադիտողի ցանկություններին համընթաց եւ բավարարել հնարավորինս լայն
հեռուստադիտողի, շերտերի, զանգվածների պահանջները, բայց շարունակելով մնալ նույն ուղու վրա, ազգային եւ սիրված։ Ապրես շատ շնորհակալ եմ։ Բարեկամներ, ձեր անունից պիտի շնորհակալություն նորից հայտնեմ Թամարային եւ ցանկանանք, որ ինքը շարունակի այդպես ստեղծագործել, շարունակի այդպես լինել մեր երկրի հպարտ քաղաքացին։ Շնորհակալություն Թամարական։ Շնորհակալություն։ Եվ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ուզում եմ, որ մենք ամեն մեկս մեր աշխատանքի բերումով լինենք վստահ, լինենք նվիրված եւ այդ նվիրվածության հետ կապված չունենանք որևէ ակնկալիք հատկապես հայրենիքից։ Ուզում եմ, որ լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Տապակա, հավի կրծքամիս 300 գրամ, տակդեղ 1 հատ, ստեփխին 100 գրամ, սունկ 150 գրամ, ընկույզ 100 գրամ, ձեթ 50 գրամ, սամիտ, կանաչ սոխ, աղ, պղպեղ, բարեախորժակ։